Սեփականության իրավունքի ոտնահարում եք հենց հիմա դուք իրականացնում։ Այս տարի էլ ավելի շատ էին զբոսաշրջիկները, սակայն նրանց ավելի քիչ ենք տեսնում Հյուսիսային պողոտայում։ Պատճառը պողոտայի վերանորոգումն է, որի վրա տարածքը բարեկարգող Տաշիր Գրուպ ընկերությունը մտադիր է ծախսել 5-ից 6 միլիոն ԱՄՆ դոլար։ Քաղաքապետարանի մամուլի ծառայության բաժնից հայտնում են, որ մասնավոր ընկերությունն ինքն է նախաձեռնել այս ներդրումը եւ խոսք է տալիս, որ աշխատանքներն ավարտելուց հետո պողոտան կդառնա էլ ավելի գեղեցիկ եւ կանաչ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները եկել էին Հյուսիսային պողոտայի գովազդային էկրանների հետևից, որոնց վրա Սամվել Կարապետյանի լուսանկարն էր ու գրառումը։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Հավաքանու որոշմամբ չի կարող մարդու սեփականության իրավունքի մեջ ամտող որևէ որոշում կայացվի։ Հյուսիսային պողոտայի այս աշխատանքների հետ կապված ինչ կարծիքի եք, ինչպիսին կուզեիք տեսնել պողոտան։ Ավելի կանաչազարդված երևի կուզենայինք տեսնել։ Ու ավելի թարմ կլիներ քաղաքը։ Քանդված չլիներ։ Հիշեցնեմ, որ Հյուսիսային պողոտան բացվել էր 2007-ին, իսկ դրա հատակը ծածկող սալիկները ծառայեցին ընդամենը 6 տարի։ Ինքնական չի թույլ տվել ենք արդեն։